Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանություն է տվել Շուշա քաղաքի պետական արգելոցի վարչության կանոնադրության փոփոխություններին։ Փոփոխությունների համաձայն այսուհետ վարչությունը պատասխանատու է Շուշայի շրջանում բնակիչների վերադարձի հետ կապված բազմաբնակարանի շենքերի եւ բնակելի տների շինարարության կազմակերպման, կառուցված բազմաբնակարան շենքերի ժամանակավոր կառավարման համար մինչեւ բնակիչների լիարժեք բնակեցումը։ Պատասխանատու է նաև քաղաքային ճանապարհների վերանորոգման, սպասարկման եւ պահպանության, քաղաքում բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքների համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի եւ Բաքվի միջև բանակցությունների ավարտը եւ աջակցում է կողմերի ջանքերին լուծելու բոլոր չլուծված խնդիրները։ Այս մասին հայտարարություն է տարածել համաշխարհային կազմակերպության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ նրանք ավարտել են բանակցությունները խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ։ Նա ողջևորված է կողմերի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով եւ հիմնավորապես աջակցում է բոլոր չլուծված խնդիրները տարածաշրջանում կայուն խաղաղության շահերից ելնելով լուծելու նրանց ջանքերին, ասվում է հայտարարության մեջ։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ եւ պայմանավորվել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է վերջ դրվի։ Այս շաբաթ ես խոսեցի Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական պարոն Հիքմետ Հաջիևի հետ։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ եւ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ, ընդգծել է Տրամփի խորհրդականը։ Մայքլ Ուոլցը նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է ավարտին հասցվի։ ՆԱՏՕ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը։ Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը եւ անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը եւ ավերացմանը։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում եւ օգուտ տարածաշրջանային անվտանգության համար, ասվում է հաղորդագրության մեջ։ Ռուսական կողմը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ Մենք ողջունում ենք Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը եւ միջպետական հարաբերությունների հաստատումը։ Մենք աջակցում ենք հայ-ադրբեջանական լիարժեք եւ համապարփակ կարգավորման ուղղված այս կարևոր քայլին, ինչպես նախատեսված է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերով, նշել է նա։ Նրա խոսքով ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջև շփումների համար, երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը կարգավորելու, ինչպես նաեւ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Անկեղծ շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման կապակցությամբ։ Սա վճռական քայլ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները լիարժեք կարգավորելու եւ տարածաշրջանը բացելու ուղղությամբ։ Այս մասին X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Այժմ ձեզ կոչ եմ անում առաջ շարժվել եւ որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Եվրամիությունն պատրաստ է աջակցել բոլոր հետագա քայլերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ անվտանգության ապահովմանը, ասել է Կոշտան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը ողջունել են Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան։ Հարավային Կարոլինայից ընտրված հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։
Այս մասին ներկայացուցիչների պալատի անդամը գրել է X սոցցանցի իր էջում։ Ես ուրախ եմ իմանալ, որ երկու մեծ ժողովուրդներ, Ադրբեջանը եւ Հայաստանը, մոտ են պատմական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Խաղաղության համաձայնագիրը հնարավոր կդարձնի կայունությունն ու բարգավաճումը ողջ տարածաշրջանի համար եւ դրա սահմաններից դուրս։ Եկեք դարձնենք Հարավային Կովկասը կրկին մեծ, ասված է գրառման մեջ։ Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարության ժամանակ ամբաստանյալ Արայիկ Հարությունյանը պատասխանելով պետական մեղադրողի հարցերին պատմել է Գյանջա քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ խաղաղ բնակչությանը հասցված հրթիռային հարվածների մասին։ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այս մասին տեղեկությունը ստացել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն էր։ Զրույց եմ ունեցել գլխավոր շտաբի պետի հետ։ Նա ինձ տեղեկացրեց Գյանջայի օդանավակայանի վրա հարձակման մասին։ Դրանից հետո ես նրա հետ չեմ շփվել, ասել է Արայիկ Հարությունյանը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։